ղեկավարները չեն հասկանում, որ Հայաստանի տնտեսությունը առանց գյուղնախարարի չի կարա ապրի։ Սպորտի նախարարը դրե գյուղնախարարի ոնց կլի այդ ցավը տանեմ։ Այս գյուղն է ցեզի պահում, տոն անասուն ասեմ էլի կպնեմ դա ինչ անեմ ներվես։ Անասուն կուլտուրական ոնց ալում, անասուն չի լում։ Բայց ժողովրդին մեծ տիրություն արեք, խանի Ეხիս չեմ ասում, ես ինչ ղեկավարություն, էսի ոնց են մտածում սրանք, ինչի մասին են մտածում, արա չես ճոկում, արա ուղեղներ չի աշխատում դրանց արա։ Վիճակ չկա, էս ինչա։ Գյուղնախարար չլի որ գա մի հատ ասի, այ ախպեր ջան, ադի գոնե մեկ տարով վարկդ հետ գցեմ, մեկ տարով քեզի պատերժ կանեմ, երկու մեջնոք սիլիտրա 100 դրամ էժան տամ քեզ։ Չկա, ով պետք է գա, ոչ մեկի վեջին չի։ Ոչ մեկի։ Ոչ մեկի վեջին չի։ Այս պետության ղեկավարի վեջին չի, որ հանրապետություն գոյություն ունի։ Վերջ, ասեմ իմանաք ժողովուրդ ջան։ Դե մտածեք դու գիտեք։ Հիմա ինչ սպասումներ ունեք։ Սպասում չունեմ։ Սպասում ես նա պետք է սիֆտիվ կար։ Նավթալիս հավքեմ, այդամ սիֆտիվ կար ապրեմ։ Թողեմ այդամ դե պետություն կատես մի հատ Ռուսաստանին վերջում։ Այդամ ընդ հանգիստ ապրեմ։ Աշխարհից հեռու կդրված։ Թե չես ուղեղներս կարող ես որ ինֆակտ զարկի մենք մեռնենք։ Դե սրանց ծերատալ որ մենք մեռնենք։ Ինչքան շատ մեռնենք, այնքան իրանց օգուտ է։ Մեր նման տղերքը